ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, որ Թրամփը Իրանում հրադադարի ռեժիմը երկարաձգել է մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հաղորդում է ԵՆԵԹ-ը։ Իսկ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթի խոսքով Թրամփը Իրանի պատասխանի համար հստակ ժամկետ չի սահմանել։ Ըստ նրա շրջանառվող 3-ից 5 օրյա ժամկետը իրականությանը չի համապատասխանում։ Լևիթի պնդմամբ Թրամփը որոշել է երկարաձգել հրադադարը, քանի որ Իրանը պետք է իրեն հավաքի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ԱՄՆ կողմից հրադադարի երկարաձգման հայտարարությունների ֆոնին նշել է, որ պարտավորությունների խախտումը, շրջափակումը եւ սպառնալիքները իրական բանակցությունների հիմնական խոչընդոտներն են։ Բացի այդ, Իրանը հայտարարել է, որ չի բացի Հորմուզի նեղուցը, քանի որ ԱՄՆ-ն շարունակում է խախտել զինադադարը, ներառյալ ծովային շրջափակումը։ ԱՄՆ Իրան բանակցային եւ քննադատական փոխհրաձգությունների ֆոնին մեկ դրական արձանագրում եւս տեղի է ունեցել։ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել էր, որ նախագահ Թրամփի ջանքերի շնորհիվ Իրանում մահապատժից փրկվել են 8 կանայք։ Լևիթը ընդգծել է, որ Թրամփը իրանական իշխանություններին խնդրել է, որ չսպանեն այդ 8 երիտասարդ գեղեցկուհիներին։ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկուի հետ, սակայն դա կարող է արդյունավետ լինել միայն համաձայնագրերի վերջնական համաձայնեցումից հետո։ Մոսկվան չի տեսնում քաղաքական կամք Կիևի ռեժիմի կողմից հակամարտությունը լուծելու համար, ընդգծել է Կրեմլի խոսնակը։ Վերջինս հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ Ջարեդ Քուշների եւ Ստիվ Վիտկոֆի այցերը Ռուսաստան կշարունակվեն որպես ուկրաինական կարգավորման մաս։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Հնդկաստանում, որի հետևանքով բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ կան։ Այսպես, հնդկական հրավառության գործանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 13 մարդ։ Տուապսե նավահանգստային քաղաքում նավթային օբյեկտների հրդեհները հանգեցրել են ծանր հետևանքների, որոնք ըստ կանխատեսումների կզգացվեն երկար տարիներ։ Նավթային անձրևները շարունակվում են։ Դուբայում կկառուցվի ոսկեգիծ մետրոյի գիծ։ Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը հայտարարել է ոսկեգիծ անվան մետրոյի նոր գծերի կառուցման լայնածավալ նախագծի մասին։ Ճապոնիայի հյուսիս-արևելքում անտառային հրդեհներ են գրանցվել, մի քանի շրջաններում երկինքը ստացել է կարմրավուն երանգներ։